Առնվազն այս վերջին 25 տարին, 2001 թվականից ի վեր, մեզ ցույց է տվել, թե որքան շատ սիոնիզմը ակտիվ գործել է Մերձավոր Արևելքում եւ օգտագործել ջհուդա-ամերիկյան ռազմաարդյունաբերությունը իր նպատակների համար, այնքան ավելի վտանգավոր է դարձել այս ամբողջ տարածաշրջանը։ Ջհուդների ու իրենց մեջ շան Վաշինգտոնի պատճառով ամբողջ տարածաշրջանը ապակայունացվել է եւ դարձել է ահաբեկիչների համար խաղահրապարակ։ Այս վերջին մի տարում սիոնիզմի կողմից հրահրված ապօրինի պատերազմը Իրանի դեմ ստեղծեց մի ավելի մեծ վտանգ, որը տեսանք մի քանի օր առաջ, երբ ձևավորվեց նոր իսլամական դաշինքը Թուրքիայի, Պակիստանի ու Սաուդյան Արաբիայի միջև, որն իրականում պետք է կոչվի ու համարվի ահաբեկչության դաշինք, քանի որ այս երեք պետությունները իրենց հանցավոր ռեժիմներով ոչ այլ ինչ են, եթե ոչ ահաբեկչությունը հովանավորող պետություններ։ Գնալով լարվում ու ավելի վտանգավոր է դառնում Մերձավոր Արևելքը եւ իր հերթին ողջ աշխարհը, քանի որ գնալով ջհուդները ավելի լկտի ու գոռոզ են դառնում, կարծելով թե ինչ ուզում են կարող են անել առանց որևէ հետևանքների։ Մերձավոր Արևելքում ահաբեկչությունը եւ ահաբեկչական դաշինքները կկասեցվեն ու աշխարհը ավելի անվտանգ կդառնա, երբ սիոնիզմը որպես ռազմաքաղաքական գործոն դադարի գոյություն ունենալ։